Ադրբեջանը պահանջում է արտահանձնել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանը կկատարի այս պահանջը։ Ինչու ուրիշի փոխարեն պատասխանեմ։ Ձեր կարծիքով։ Ինքը թող պատասխանի, կտա թե չի տա։ Քաղաքականությունը ինձ համար անընդունելի ոլորտ է։ Չեմ կարող ասել։ Քաղաքականությունից մի շերվայր։ Նիկոլ Փաշինյան սաղին կարտահան իհարկե, բայց իր գործընթացի է, որ պետք է անպայման վրեժ լուծի ամբողջ հայ ազգից։ Հիմա մնացածը ինչ կարող անենք, ոչ մեկս չենք կարող Նիկոլի դեմը առնենք։ Չենք կարողանում։ Մեր ժողովուրդը հələ հունազանդ կատարում է այսօր Նիկոլն է կյանք թելադրողը Հայաստանում։ Ում ուզում ես բռնի, ինչ ուզում ես ասա, մեծ խոսալը Facebook-ում գցենք ում։ Դա Facebook-յան խոսակցություն է։ Բայց Նիկոլը անում է ամեն ինչ որ հնարավոր է, որ կարողանա Հայաստանը թուլացնի, վերացնի, լավ, վերջնական վերացնի։ Ադրբեջանը պահանջում է արտահանձնել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանը կկատարի այս պահանջը։ Աստված տա կատարի։ Շատ կուզեինք, որ կատարվեր։ Ինչ ասեմ։ Դա արդեն Նիկոլ Փաշինյանը գիտի, կհանձնի թե չի հանձնի։ Մեր ասածը ուր է հասնում, որը տղել հասնի։ Մնացածը իրան գիտեն, բայց այն մնացածին չպետք է բերեն։ Ռոբերտ Քոչարյանին հանձնեն, այն մեկին ինչ է դրանից փոխվելու։ Ընդրանց դու դատաստանը դիստե ճիշտ անեն, ոչ թե ընդե։ Պետք է բերեն ստե դատեն, ոչ թե ընդե։ Ինչպես կարող է հանձնել ղեկավարը որևէ մեկին եւ ուրիշ երկրի պահանջով։ Ադրբեջանը իրավունք չունի։ Չեմ կարող ասել, Նիկոլ Փաշինյանը այնքան ոչ կանխատեսելի մարդ է, որ չեմ կարող ասել ինչ կարող անել։ Եթե մեզ հանձնում է Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, ինչ են որ չհանձնեն։ Չպետք է կատարի։ Ինձ տենց է թվում, որ չպետք է կատարի։ Ոչ մի պահանջը Ադրբեջանի Նիկոլ Փաշինյանը չպետք է կատարի։ Անկեղծ ասած չգիտեմ Նիկոլ Փաշինյանը կկատարի թե չի կատարի, բայց Ադրբեջանը նախ գլուխը պատովն է տալիս։ Ադրբեջանին նույն Նիկոլ Փաշինյանը այնքան պալնամոչյաններ է տվել։ Նիկոլ Փաշինյանը առաջ երթին, եթե արտահանձնող լիներ Ռոբերտ Քոչարյանին, նախապես ասեմ, ես ոչ քոչարյանական եմ, ոչ նիկոլական եմ, ոչ մի բան։ Այդ որ մատը թափ տալով խոսում էր պարոն Փաշինյանի հետ։ Պարոն Փաշինյանը մատի տեղը, այն որ ասում է ձեզ sense կանեմ, անենց կանեմ, այդ ամբողջը պետք է թափ տար Ալիևին։ Դա մեկ եւ երկրորդը։ Երեխեք ջան, հարգելիներս, իրավունք չունի պետության ղեկավարը մեկ մեզ մատ թափ տալով, ես չեմ ասում վախացնելով, ես եմ ուզում, են եմ ուզում, ես էլ ուզում եմ ինքը իր քիթը վիրահատի։ Այդքան հզոր երկիրա լիքը փոխ կա, ինչ իր քիթը սկզբից չի վիրահատում։ Նիկոլ Փաշինյանին այս ազգը այնքան պալնամոչյաններ տվեց, որ ինքը ուժեղանար, հզորանար, այտենց երբեք ոչ մի անգամ չի եղել։ Նույնը գից քաշած ասեմ, դրա տարբերակը զուգահեռ 50-50, այս խայտարակ հայյանքները վերաբերմունքը ժողովուրդի իր հանդեպ ըստ հասցեի մի քիչ խեղճացնում է թասիբով մեզ հայերիս, որովհետև մեր դուրն էլ չի գալի, որ մեր ղեկավարին մենք այդքան բան ենք ասում։ Դրա համար Ալիևը թող իր քիթը սարքի մի հատ, եթե արտաքինով ինքը մեր դուրը կգա, պարոն Փաշինյանն էլ կասի կոսմետիկ բանը վմիշательстван միջամտությունը հաջող անց է, երբ որ ինքը իր քիթը կվիրահատի, կսարքի իմ նման կուրնոսի քիթ, եւ ու Փաշինյանը իրան տեսական, էսթետիկական մասը իր արտաքին տեսքի վիզուալ կհավանի, այն ժամանակ Նիկոլը թող մտածի, ինչ կանի չի անի։